Որքան էլ զարմանալի է, բայց Կոպոլան սկզբում չէր հավանել Մարիո Պյուզոյի վեպը, ասում էր, որ դա աղբ է, բայց քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ, համաձայնեց կարդալ, որից հետո որոշեց նկարահանել ու փոխեց Հոլիվուդի բիզնես մոդելը, ստիպելով Paramount-ին մեծ ռիսկերի գնալ։ Որքան էլ ստուդիայի կողմից նրան դժվար տրվեց ռեժիսորի աթոռը, միևնույն է այդ ամենը հետ չպահեց նրան, որ դնի իր պայմանները ստուդիայի դիմաց։ Նախ պայքարեց, որ ֆիլմը նկարահանվի բարձր բյուջեով։ Նա պնդեց, որ Մայքլ Կորլեոնեի կերպարում պետք է խաղա երիտասարդ քիչ հայտնի, բայց ամենակարևորը իտալացի դերասան։ Իր շնորհիվ Ալ Պաչինոն ստացավ դերը, չնայած ստուդիան նրան համարում էր չափազանց անծանոթ, եւ շատ կարճահասակ միևնույն է Կոպոլան համոզեց ստուդիային։ Paramount-ը սկզբում չէր ուզում Բրանդոյին, նրան համարում էին խնդրահարույց եւ հնացած։ Կոպոլան պնդեց, կազմակերպեց փորձնական նկարահանում, Բրանդոն փոխեց իր տեսքը, մազերը կապեց, բերանը լցրեց բամբակով եւ այդ կերպարը համոզեց ընկերությանը,